Երեխան նորից հեռախոս է խնդրում, տանը արդեն խաղալիքների պահեստ է, բայց նա միևնույն է ասում է, որ ձանձրանում է։ Այս խաղերը կարելի է կազմակերպել այն ամենից, ինչ արդեն ունեք տանը։ Իսկ վերջում կասեմ ինչ անել, եթե ընդհանրապես խաղալու ուժ չունես։ Վերցնում ենք տարբեր համեմունքներ՝ սուրճ, վանիլ, մեխակ, դնում ենք դատարկ լուցկու տուփերի մեջ, այնպես որ ամեն համեմունքից լինի 2 տուփ։ Հետո փորձում ենք գտնել նույն հոտերը։ Երկրորդ, տարայի մեջ ջուր ենք լցնում, հետո ավելացնում փոքր խաղալիքներ ու երեխային տալիս շերեփ։ Նա պետք է ծովից հանի խաղալիքները։ Երրորդ, էլի տարայի մեջ գցում ենք տարբեր իրեր։ Երեխան փակ աչքերով շոշափելով փորձում է գուշակել, ինչ իր է դա։ Սխալվում են նույնիսկ մեծերը եւ դա շատ զվարճալի է։ Իսկ հիմա անկեղծ, եթե խաղալու ուժ չունես, դա նորմալ է։ Պետք չէ մեղավոր զգալ կամ մտածել, որ դու վատ մայր ես։ Պարզապես միացրու աուդիո հեքիաթ։ Հատուկ մայրերի համար ես ստեղծել եմ անվճար հավելված Լավ մաման, որտեղ կան բազմաթիվ աուդիո հեքիաթներ եւ այլ օգտակար բաներ մամաների համար։ Իսկ եթե հավելվածը առաջին անգամ բացելուց մուտքագրես պրոմո կոդ, կստանաս 85 հավելյալ աուդիո հեքիաթ։ Գրի մեկնաբանություն եւ մենք քեզ կուղարկենք պրոմո կոդը։